Կոնկրետ ուժեղ քայլեր նախկինում որպեսզի բանապարտները եւ մեր ընթացքում Բնականաբար հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվում, որպեսզի օր առաջ բացվի սահմանները տնտեսվարանների համար, որտեղ ինքնուրույն արդեն ձկնաբուծարանները հույժ խնդրի առաջ կանգնած լոզիկում արդեն սուպերմարկետում լոլիկների օրեր են իջնում են մինչև 90 գրամ, դա նշանակում է, որ առնվազն 70 գրամով է սուպերմարկետը վերցնում, իսկ այդ ինքնարժեքի մեջ չի կարող տնտեսվարողը ուղղակի վնասով դուրս չգա։ Պլյուս դրան արդեն մնացած ոլորտները, թե ծաղկի շուկան արդեն բոլոր տեղակ, թե ինչպիսի գնանքն է տեղի ունեցել եւ ինչպիսի վատ պայմաններն են, վերջերս մի ջերմատնային տնտեսությունների ծաղիկ աճեցնող, որը մոտ 50-60 հազար դոլարի ծաղիկ էր, ուղղակի հանել էր, այրել է, ու այս խնդիրների մեջ ինձ ամենաշատը նյարդայնացնում է իշխանությունների ցինիկ կեցվածքը, որ մի 4 բեռնատար կամ 5 բեռնատար հանել են Լեհաստան ու խոսում են եվրոպական շուկա գրավելու մասին, դիվերսիֆիկացիայի մասին, դիվերսիֆիկացիա անելու համար առնվազն 8 տարի բարձրաձայնն է, որ մեր պետք բանջարեղեններ ունեն որակի խնդիր, պետք է պետական հստակ քաղաքականություն միջամտություն, որ այդ որակի խնդիրը չունենա, պետք է հստակ քաղաքականություն, որ ցանկացած մթերքի արտադրության մեջ լինի հետագծելիություն, որպեսզի տնտեսվարողը արտահանողը փորձի ֆերմերից գնել, հասկանա ինչ պարտանյութեր, ինչ թունաքիմիկատներ, ինչ տարբեր այլ նյութեր օգտագործել, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե ոչ։ Եվ ընդհանրապես այս մեծ բիզնեսի, մեծ առևտրի մասին պատկերացում չունենալով, մարդկանց հասցնելով այս վիճակին, ու սենց թեթև ոնց որ Արցախյան պատերազմի ժամանակ էր, չէ՞, մի հատ ԱԹՍ էին խփում, թուրքումի 5 գյուղ գալիս էր, այդ ԱԹՍ-ն ցույց էին տալիս, ասում էին, իսկ գետնեց հաղթեցինք, հաղթում ենք, նույնը տնտեսության մեջ է։ Մեր տնտեսվարողները շատ վատ վիճակի մեջ են ու բնականաբար մենք որպես կուսակցության ներկայացուցիչ եւ մեր կուսակցության ղեկավարը բոլոր հնարավորինս քայլերը պետք է ձեռնարկենք, որ առավել սահմանները բացվեն։ Դեպի կամերաները կթեքվեք։ Ընտրությունից առաջ է եղել, ասեմ ուրեմն քրոնոգրաֆ, տեսեք, եթե քրոնիկոնին հետևեք, նման դեպք եղել է 2024 թվականին, նման դեպքեր եղել են 2023 թվականին, ասեմ ավելին 2024 թվականին Ռուսաստան Ռոսոֆոզնadzorի կողմից առնվազն 3 նամակ է եկել մեր սակումը որակի հետ կապված խնդիրներով եւ բացարձակ որևէ պատասխան չի հետ դարձել այդ նամակի տեսքով Ռոսոֆոզնadzorը 2024 թվականին 19 ընկերություն գցեցին սև ցուցակ, եթե կհիշեք 2025 թվականին էլի ծաղկի շուկա նորից աշճանաբար բացեցին, հիմա նորից այսքան զգուշացումից հետո փակեցին։ Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ, ասել քաղաքական ենթատեքստ ունի, թե տնտեսական, բայց եթե տնտեսական քաղաքական ենթատեքստ ենթադրենք չունի տնտեսականով, եթե պետությունը 8 տարի կարողանար ճիշտ կազմակերպել եւ խոսային շուկայի դիվերսիֆիկացման մասին, խոսել ու ոչինչ չանել, մենք այսօր այս վիճակում չենք լինի։ Ես բերեք մեկնաբանություն չտամ, որտեղ ես իրականում քաղաքագետ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, ես խոսում եմ գյուղատնտեսության ոլորտից, ես խոսում եմ գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներից, որը մեջ քաղաքական թիմի անդամ եմ, բայց քաղաքական թիմի անդամ ավելավ այդ ես չեմ ասում քաղաքականության, չեմ խնդրում եմ մի մանիպուլացիա, ես լրատվական դաշտի հետ աշխատել եմ, ինձ համար մասնագիտական, ես սիրում եմ ավելի շատ մասնագիտական ուղղվածությամբ խոսել, որովհետև ես ինձ կոմպետենտ եմ համարում հենց այս այդ ուղղվածության մեջ եւ խոսում եմ այս հարցերին պատասխանել։ Եվ ժամանակը գա կերևա կտեսնեք, քայլեր ձեռնարկվում են ամեն ինչ արժանա, որպեսզի հնարավորինս կարողանան ընդհանուր երկրներն բանակցային, որպեսզի կարողանան մեր գյուղը արտահանվի բնական։
Այդ մի օրվա լուծելու հարց չէ, որ մի օրվա մեջ կարգավորվի, դա անջատիչ չէ, էլի հոսանքի որ այսօր անջատեցին, վաղը կարողանաս միացնել։ Դա իրանից ենթադրում է պրոցեսներ, եւ եթե համաձայնություններ կամ բնականաբար որոշակի պայմաններ են լինելու, առաջինը որակի վերահսկման, որակի հետ կապված հետագծելիության ստուգման, որակի վրա աշխատանքի ուղղության հետ կապված եւ ըստ այդ քայլերի հերթականության որ սկսի աշճանաբար բացվել։ Դա մի անգամից մի օրվա մեջ չի բացվելու։ Եթե ընդհանրապես արտահանում չկա, հետեւաբար փոփոխություններ չկա։ Եթե ընդհանրապես առեսպալ գյուղատնտեսական որևէ մթերք չի մտնում ռուսական շուկա, նշանակում է որևէ պայմանավորվածության արդյունք չկա։ Ներկա պայմանը ու այս վիճակը։ Սամվել Կարապետյանի պատկանող նրա ընտանիքի պատկանող Սալման Ալարախտի կենտրոնում դա Երևան City որը դիտել պատկանում օրինակ չեք դիտարկել որպես քաղաքական միական որ Երևան City դուրսբերան կտու բանջարներն եւ շատային գյուղացու ինտերեսներ Իսկ կներեք հազար ներողություն Երևան City-ում, թե Զովքում, թե մնացած սուպերմարկետներում դու մթերքում Մենք հիմնականում նաև տեսնում ենք Բանանը կարող է հայկական չլինի, բանանը Հայաստան չէ։ Խաղողը էսպայն բերքը դեռ չեն հավաքել, խաղողը չի հասել եւ City-ում կարող է լինել նաև խաղող։ Խելյոս դալմա մորում տնտեսվարողը իդեմս Երևան City-ների վարձակալության վերցել է տարածքը ինքը գործունեություն է ծավալում եւ վարձակալը ոնց որ դուք մի ինչ-որ տուն վարձեք ձեր տան մեջ ապրեք եւ տանտերը գա ձեզ տիպի ասի գիտեք ինչ կա դուք այս տան մեջ սա պետք է չանեք նա պետք է անեք Դե Նիկոլ Փաշինյանը անունը դա անոմալ երևույթ է, դա կոնկրետ մարդու մասնավոր սեփականության դեմ ոտնձգություն է, ինչը շատ վատ հետևանքների է բերելու Հայաստանի թե տնտեսության մեջ, թե քաղաքականության։ Նման բան ամենամեծ խնդիրներից մեկը հենց արդեն մարդու սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունն է։ Ու սա անհետևանք չի մնալու։ Իշխանական ցանկացած կամայականություն քաղաքական դաշտում անհետևանք չի մնալու։ Տեսեք, Եվրոպական միության հետ կապված մի քանի գործոններ կա, որ չգիտեմ ինչի, տեսեք, Պապոյան Գևորգի հետ հիշում եք, երբ որ մեր Գրիգորյանը խոսած, ընթացքում ասում է թարմձուկ, պաղեցված զուկ, իրանք թեման թեքում են սառեցված զուկան, դա պատահական չի։ Առաջինը այն թարմձուկը եւ պաղեցված զուկը, երբ որ հասնում է Ռուսաստան, հասնում է 2 օրում եւ ժամկետների մեջ տեղավորվում։ Եվրոպական միության շուկա, ես ինքս Եվրոմիություն արտահանող տնտեսվարող եմ եղել։ Եվրոպական միության շուկա արտահանելու համար քեզ առնվազն 10-12 օր է պետք, մինիմում։ Այսինքն պաղեցված զուկը որպես այդպեսին ուղղակի չի հասնի Եվրոպական միություն։ Դրան գումարած ինքնարժեքի հետ կապված խնդիրներ կան։ Այն հակաբիոտիկները, այն նյութերը, որ մերոնք են օգտագործում ձկնաբուծության մեջ, եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում։ Եթե եվրոպական ստանդարտին համապատասխանող հակաբիոտիկներ եւ այլ նյութեր օգտագործեն, արդեն ինքնարժեքի մեջ ընդհանրապես չեն տեղավորվում։ Դինը ինքնարժեքը բարձրանալու եւ մրցունակ չեն լինել։ Այս մասին դերերով համապատասխանում է Սատոմի